Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy մեգա քաղաքական հաղորդումը։ Այո, ես կասեի ազգային ժողովի քույր հաղորդումը թիվ 1 տաղավարից։ Այսօր նոյեմբերի 19-ն է, այսինքն արդեն ավարտվում է կարիճների միամսյակը։ Շնորհավորում ենք բոլոր լավ չի հնչում ես։ Պասի հեսա նայեմ էլի։ Այսօր նաև Բրազիլիայի դրոշի օրն է։ Շնորհավորում ենք բոլոր բրազիլիական դրոշներին եւ մաղթում ենք խաղաղ ծածանում։ Իսկ այսօրվա թողարկմանը դիտենք։ Բայց ավելի լավ է հայ կարիճներին շնորհավորենք։ Շնորհավորեիր։ Անհավանական սենսացիա, հղիների նպաստների մասին օրինագիծը ահագին շողուլի են բերել։ Ինչ է կատարվում ազգային ժողովի կուլիսներում, բացառիկ կադրեր մայստրոյի ճառի պատրաստումից։ Ինչու մհերին զրկեցին նվերից կենթանաբանական այգում։ Իվան Ահեղի որ մեթոդն է կիրառելու քաղաքապետարանը տրանսպորտի հարցում։ Մարզիչ Բերնարդ Շալանդը մեր տաղավարում կբացատրի հավաքականի տակտիկական նրբությունները։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա ու սկսենք սարսափելի լուրից 2020 թվականին մոլորակում սպասվում է շոկոլադի դեֆիցիտ, որտեղ կակաոն վերջանում է։ Հենց որ հիմիկվանից հայ քեռիներին խնդրում ենք վերանայել իրենց նվերների ռազմավարությունը, թե չէ 2020-ին ստիպված եք լինելու զանգվածային ինքնասպանություն անել։ Ճապոնացի եւ չինացի ղեկավարները ցուցաբերել են միմյանցից դիվանագիտորեն զզվելու նոր բարձունքներ։ Ահա նրանք ջերմորեն ողջունում են միմյանց ԱՊԵԿ համաժողովում։ Իսկ ձեռք սեղմումից հետո չինացի առաջնորդը նաև պաշտոնապես սկսեց ձեռքը քսել սենց կոստյումին։ Ավստրալիացի հաղորդավարը սեքսիզմին դեմ արտահայտվելու համար 1 տարի եթերում հագել է նույն կոստյումը ու ոչ ոք չի նկատել, մինչդեռ կանանց հագածին բոլորը ավելի ուշադիր են։ Փաստորեն Հայաստանում սեքսիզմ չկա, որովհետև մեր Սերգեյը մի քանի անգամ նույն սվիտերը հագավ սոցգովազների ժամանակ ու բոլորը միանգամից նկատեցին։ Մի սարսափելի անձնավորություն որոշեց վախեցնել կորեացի կնոջը երկաթե մարդու Iron Man-ի կոստյումով, բայց այդ կինը չվախեցավ։ Ավելի շուտ մի խոսքով մի հատ նայեք։ Բրցկամարտիկ Մայք Թայսոնը ասել է, որ պատրաստ է նոր Օթելո ֆիլմում խաղալ հենց Օթելոյի դերը։ Սա կլինի Շեքսպիրի պիեսի առաջին տարբերակը, որտեղ Դեզդեմոնային ոչ թե խեղդում են, այլ առաջին ռաունդում աջ ապերկոտով ուղարկում են նոքդաուն, իսկ հետո կծում փոկում են ականջը։ Դեռ նոյեմբերի կեսն է, իսկ Երևանում արդեն սկսել են նոր տարվա սիլիբիլիները, տոնածառեր, ձմեռպապեր, եղնիկներ, բարեբախտաբար որոշ սկզբունքային երիտասարդներ քաղաքացիական անհնազանդություն են դրսևորում այդ անզուսպ ամանորացման դեմ։ Սիրոք այդ երիտասարդի հագին քո վերարկուից չէր։ Չէ, այդ վերարկուից շատերն ունեն։ Արտեմ Ասատրյան ազգային ժողով ներկայացրեց հղիների նպաստների մասին օրենքի փոփոխված տարբերակը։ Դե հիշում եք, այն սկզբի տարբերակը տենց ոչ մեկին առանձնապես դուր չեկավ, որոշ հաղորդումներ այն տարբերակը այնքան քննադատեցին, որ զավեշտի վերածվեց, հետո եղան լսումներ, քննարկումներ ու խոստացան փոխել այդ օրենքը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման են ներկայացնում Աչքիս օրենք փոխերը հենց նոր ավարտեցին։ Մի հատ շունչ քաշեք գոնե։ Նախ ուզում եմ ներկայացնել, չէ, շնորհակալություն եմ։ Առաջին հերթին շնորհակալություն հայտնել այն քննարկման բոլոր մասնակիցներին, ովքեր իսկապես կառուցողական
մոտեցումներ ցուցաբերեցին եւ առաջարկություններ ներկայացվեցին։ Չարժի, դե ինչ կարողանում անում ենք։ Չեմ կարծում, որ մեզ նկատի ուներ։ Լավ, տեսնենք ինչ լավ բաներ են փոխվել այդ օրենքում։ Ստաժի հետ կապված եւ հղիության ծննդաբերության մայրության նպաստի չափի սահմանափակման հետ կապված դրույթները հնարավոր եղավ դուրս բերել։ Ընտիրա, ուղակի ընտիրա։ Ախր որ ուզում ենք, կարող ենք։ Եվ սա ոչ թե պետք է գնահատել որպես հետ քայլ կամ չգիտեմ այլ որևէ այլ որակավորում տալ։ Ախր հետ քայլը միշտ չի որ շատ վատ բան է, պետք չի դրանից ամաչել։ Եթե վերելակի դռները բացվում են, նկատում եք վերելակը չի եկել, հետ քայլանելը շատ ռացիոնալ որոշում է։ Կամ երբ քեզ Արտաշ Ասատրյանի համերգի տոմս են տվել ու ուզում ես արդեն մտնել, մի անգամ էլ մտածի հետ քայլանելու մասին։ Ինչ որ դառը փորձ լսեցի այդ ասածից։ Արի խոսանք դրա մասին, բոլորը գոհ են, չէ՞, այս նոր տարբերակից։ Մի քանի հարց ունեմ այս նախագծի մեջ։ Օրինակ, դուք ո՞նց եք պատկերացնում չաշխատող կնոջը ո՞նց պետք է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տան, եթե ինքը չաշխատող է։ Դե ամեն ինչ տվողի ձեռքերում է։ Մեր երկրում եթե պետքա կարան թերթիկ տան, որ ես թերթիկ չեմ։ Ես թերթիկ ունեմ, որ մինչև 2015 թիվ նոր թերթիկ չեմ պահանջելու պետությունից։ Մենք առաջարկում ենք 30,000 չաշխատող կնոջը օգնել եւ յուրաքանչյուր կին, որ չի աշխատում, վստահ լինի, որ իր աջակցությունը օրենքով ամրագրված է, տրամաբանելով, հաշվի առնելով, որ սա կլինի խթան ծննդաբերության գործոնը մեծացնելու համար։ Ինչ թվում է կանայք հիմա որ լսեն 30,000-ը բոլորը կնետվեն ծնելիությունը բարձրացնելու։ Բայց դա արդեն բոլորովին այլ հաղորդում է։ Ինչպես լուծվեց այդ 20 միլիոն նպաստ ստացողների հարցը։ Արտեմ Ասատրյանը պնդեց, այն էլ մի քանի անգամ աշխատող հղիներին պետությունը կփոխհատուցի 100%-ով, բայց ոչ 100%-ին։ Մոտարապես 4.6 միլիոն դրամից ավելի նպաստ չի կարող վճարվել։ Ապահովում է 99 ու 65%-ի համար փոխհատուցման 100% գործակիցը։ Մնացած 0.35%-ը 400 հղիներն են։ Այդքան կին կա բազայում, որոնց աշխատավարձը 1 միլիոնից ավելի է։ Այստեղ պետությունն ասում է ստոպ, այդքան փող տալ չի կարող, գործատուն էլ պետք է միանա։ Էլի կարծես թե տրամաբանականը։ 1 միլիոնից ավել աշխատավարձ ստացողին կաջակցի ոչ թե պետբյուջեն, այլ իր գործատուն։ Ինչ որ ձև կարելի է պոտենցիալ 0.35%-ի մեջ մտնող աղջիկների համարները գտնել։ Ինչի համար։ Դե ջահել տղա եմ ազատ։ Սպասի հաստեղ լուրջ հարց է քննարկվում։ Գործատուի գործը չի։ Բայց մենք ասում ենք գործատու, վճարի։ Իրավապաշտպան կազմակերպությունների, որ մինչև այսօր եղած օրենսդրության շրջանակներում հղի կանանց նկատմամբ եղել է խտրականություն։ Դե սկզբունքորեն այո, գործատուի գործը չի։ Ինչու ես դու վիզ դունում իրանց փոխարեն պատասխանես։ Հա էլի, իրանք թող բացատրեն։ Միայնակ մայրեր հիմա Հոլիվուդի աստղերի, կինոաստղերի 90%-ը միայնակ մայրեր են։ Եկեք, ասենք Ջենիֆեր Լոփեսը, Մոնիկա Բելուչին միայնակ մայրեր են, բայց դժվար թե պետությունը իրենց նպաստա, ինչա թե իրանք միայնակ մայր են։ Ու կարևորը բոլորին հասկանալի տերմիններով բացատրեց։ Տղերք, իսկ այդ հոլիվուդյան միայնակ մայրերի համարները ինչ որ մեկը կարա գտնի։ Ինչի համար մհեր։ Դե ասացի ջահել ազատ տղա եմ։ Կարծես թե բոլորը գոհ չեն, բայց ասած ԵԱԿ դիտորդների մեկ քայլ առաջ էր։ Թեման ավարտեն Գալու Սահակյանից որևէ նոր աֆորիզմով։ Վստահ ես։ Ինչ կարա լինի։ Մեր կանայք այդ 2 կոպեկի համար չէ որ ընտանիք են կազմում եւ երեխա են ունենում։ Պարզապես մենք ընտանիքապաշտ, երեխապաշտ ժողովուրդ ենք։ Ես ասում եի, չէ՞։ Դե ես որտեղից իմանայի։ Եվ այսպես ունենք 10 արտահայտություն, որոնցով հնարավոր չէ աղջիկ կպցնել։ 10-րդ տեղում Քուրջան ժամը չես ասի, նայեք իրականության աչքերի մեջ։ Սա երբեք չի աշխատում։ 9-րդ տեղ, կներեք, չեք ուզում սկսել 30,000 դրամանոց նպաստ ստանալ։ 8-րդ տեղ, դու շատ ավելի լավ ոտքեր ունես, քան իմ նախկին ընկերուհին։ 7-րդ տեղ, այստեղ մի հատ լավ շարմայի տեղ գիտեմ, կարող է գնանք միասին գրսենք։ 6-րդ տեղ, Քուրջան ժամը չես ասի, իդեպ ես հանրապետականից եմ։ 5-րդ տեղ, ինչ սիրուն գանգի ռելիեֆ ունեք դուք։ 4-րդ տեղ, Քուրջան ժամը չես ասի, իդեպ ես ԲՀԿ-ական եմ։ 3-րդ տեղ, բացես դրախտումման չեն գալիս, թե տեղյակ են, որ իրենց լավագույն հրեշտակը այստեղ է, այսա հորինել են, որ դուք երբեք աղջիկ չկպցնեք։ 2-րդ տեղ, ես կոմունիստ եմ, ես իրոք ժամ չունեմ, կարող է ժամ ասեք։ Եվ առաջին տեղ,
Այո, սիգնալով շատ դժվար է աղջիկ կպցնել, երբեք, հասկացեք, երբեք չեք կպցնի։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Վերջին օրերին ազգային ժողովը չնայած գործում էր, բայց մի տեսակ շատ լոկ շոտ էր, էմոցիաները չկային, միմյանց դեմքին թռնելու այդ պահերն էին պակասել։ Եվ ընդհանրապես չենք էլ անդրադառնա այդ քննարկումներին, եթե դրանք չամփոփեր մայստրոն։ Մեր կառավարության, այսինքն նաև մեր քաղաքականությունը, քաղաքականության ուղղվածությունը արդեն օրենքով մենք պիտի կարողանանք ֆիքսել, իսկ դա նշանակում է առաջիկայում նորից մոտեցումներ։ Այո, նորից մոտեցումներ են լինելու շուտով։ Այսինքն բանը Չէ, բանը սկզբում էր, իսկ մայստրո ելույթը արդեն վերջում է եւ խոստանում է այն, ինչ սպասում էր ժողովուրդը այսքան ժամանակ։ Իսկ ինչ էր սպասում ժողովուրդը։ Մոտեցումներ, Ինչպես։ նորից, Իսկ երբ մոտակայում, Փաստորեն ժողովրդի սրտից է խոսում նա։ Առաջիկայում նորից մոտեցումներ։ երկրի առաջին երկու դեմքերից մեկը նաև անդրադարձավ 12 պահանջներին։ Էլի սպառիչ կերպով։ Ուրիշ կերպ չէր լինում։ Երկրի նախագահան ասում է, որ 12 պահանջները նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես կողքերից պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք, քննարկումների ընթացքում են պահանջները ձևավորվում, եւ ոչ թե քննարկում են ինչ որ պահանջների դեպքում։ Չկա այդ մշակույթը ընդդիմության մոտ, պարոն Սահակյան, չկա։ Բայց իրոք պահանջները թող սենց որպես պահանջ չլինեն, այլ ձևակերպվեն որպես ինքնին եւ բարեկիրթ։ Այ ոնց են ծնվում սենց նախադասությունները Նարեկի ու ԱԺ նախագահի մոտ, ոնց։ Շատ հեշտ, դրա համար ուղղակի լավ ճառ գրողներ են պետք։ Մայստրոյի մոտ ճառերը գրվում են այսպես։ Դե Ժորժ ջան, պետք է ճառը գրենք նիստերի ավարտական մեր ԱԺ նախագահի։ Ջորժ ջան, կողերը։ Օպա, գնաց քաշեք։ Բոն մոտեցումներ, Արկադիկ։ Նորից, մոտեցումներ նորից։ Ստացվեց նորից մոտեցումներ նորից։ Չէ, մի րոպե, նորից մոտեցումներ։ Կարա լինի, նորից մոտեցումներ։ Գնաց։ Դե մոտարապես տենց էլ պատկերացնում էի։ Այսպեսի, բայց շատ դիպուկ անդրադարձ եղավ կոռուպցիային։ Սահակյանը զարմացավ, որ ընդդիմությունը այդքան լավ է տեսնում երկրում կոռուպցիան։ Իհարկե, երկրում կոռուպցիա կա, բայց այդ կոռուպցիայի տեղերը այսպես մասնագիտորեն են նշում, որ մտածում ես ակամայից, եթե փորձ չունես, որտեղից ես կարողացել այդքան բանը ներառել քեզ մեջ։ Բայց ինչ անպայման է լինել կոռումպացված, որ կարողանաս կոռուպցիայի մասին դիպուկ խոսել։ Ժողովուրդ, ինչ կասես, դու կոռուպցիա տեսնում ես երկրում։ գիտեք ոնց ոչ։ Ընդհանրապես անձեն աչքով ու առանց հատուկ մասնագիտական պատրաստվածության Հայաստանում մի քիչ դժվար է նկատել կոռուպցիան։ Բայց հավատում ես ԱԺ նախագահին, որ կոռուպցիան կա։ Այո, իհարկե, այո։ Ուղղակի ոնց որ քանի որ անձամբ չեմ տեսել, մի տեսականություն ոնց որ անձամբ քանի որ չեմ առնչվել երբեք, մի տեսակ դժվարանում եմ ինչ-որ հաստատ բան ասեմ այդ կապակցությամբ։ Շնորհակալություն ժողովուրդ։ Ադե ժողովուրդը շատ է սիրում իշխանությանը, էլի։ Ու չի թաքցնում այդ սերը ոչ միտեղ։ Մեր վարչապետը Հովիկ Աբրահամյանը, բարև ձեզ։ Շնորհակալ ենք։ Ժողովուրդ գիտեք ինչ լավ մարդ է։ Բա մեր լոռու մարզպետը Արթուր Նալբանդյանը ջանին մատա։ Ինչու եք սես բաներ անում, ախր ոնց ասեմ, մի պահ խնդրում եմ նայեք լոռու մարզպետի դեմքին, կարծես այդ գովաստանքը սենց ֆիզիկական ցավ է այդ խեղճ մարդուն պատճառում։ Ձեր խոսքը շաքարով կտրեմ, էլի, ժողովրդին սիրում է նաև քաղաքապետը, ոնց որ ուզում են տրանսպորտի հարցը լուծեն։ Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները տրանսպորտով շրջեք ու կտեսնեք ինչ է կատարվում տրանսպորտում։ Գնացեք, այսօրվանից սկսեք խիստ աշխատանքներ այդ ուղղությամբ։ Այո, սկսեք խիստ աշխատանքները։ Խիստ աշխատանքները ո՞րն է։ Չգիտեմ, երևի սենց։ Сдвинь брови.
Իսկ այսօրվա մեր հյուրն է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շվեյցարացի մարզիչ Բերնարդ Շալանդը։ Բարև ձեզ, պարոն Շալանդ։ Բարև ձեզ, Arm Comedy, իմ հայրենը դեռ փոքր, բայց կփորձեմ խոսել։ Բայց ի՞նչ եք դեսեք այդպես ֆրանսիականոտ, եթե դուք շվեյցարիից եք։ Ազգությամբ ֆրանսիացի շվեյցարացի եմ։ Բայց մի տեսակ սևուկ չեք ֆրանսիացու համար։ Ֆրանսիահայ եմ։ Հա, լավ։ Եվ այսպես միանգամից հարցերը, ինչու է մեր հավաքականը այդքան շատ պարտվում։ Եկեք օգտագործենք ճիշտ տերմիններ, ոչ թե պարտվում, այլ ժամանակավորապես մոլորեցնում հակառակորդին։ Այսինքն ոնց մոլորեցնում։ Մոնամի, դա իմ նախընտրած տակտիկան է, սկզբից պարտվում ենք բոլորին, տուֆտա թիմ, լավ թիմ, հետո բոլորը սկսում են մտածել Հայաստանի հավաքականը շատ թույլ է, ուտեղ մենք հոп զարմացնում ենք։ Սկսում ենք հաղթել բոլորին աչու ձախ։ 0-0 ենք խաղում, բայց ուի, եթե հաղթենք, դա ավելի զարմանալի կլինի։ Ահա, լավ, իսկ երբ ֆանից է դա սկսվել, որովհետև մի քանի խաղ մնաց այդ 2016-ի առաջնությանը։ Ես խնդրում եմ վստահեք ինձ, որովհետև պլանի առաջին մասը լավ բնական կատարել եմ, չէ՞, լավ բոլորին պարտվում ենք։ Հա, այդ առումով ուղակի խզարում եք, հավասարը չունեք։ Դե ուրեմն պլանի երկրորդ մասն էլ լավ կանենք, որովհետև օրը գիշեր ես աշխատում եմ, որ թիմի ոճը փոխեմ։ Իդեպ ոճի հետ կապված, Շալանդ, առաջ մեր թիմը հարձակվում էր, անդադ պրեսինգի էր ենթարկում, իսկ հիմա ոնց որ հիմնականում դարպասի մոտ լրվցնում են։ Ինչի՞։ Դա կոչվում է շվեյցարական խաղ, այսինքն ամեն թիմ խաղադաշտի իր կեսում է մնում եւ չի խառնվում են մյուս թիմի գործերի մեջ։ Բայց մյուս թիմերը այդպես չեն խաղում։ Այդ ինչ էր։ Ես չգիտեմ։ Շալանդ, իսկ ինչ վարություններ եք անում մեր թիմի հետ։ Fromage suisse։ Fromage suisse, այդ ինչ որ երևի հատուկ շվեյցարական ոճ է, հա։ Չէ, fromage suisse, երևի ինչ որ հին ֆրանսիական ֆուտբոլային հնարք է, հա։ Fromage suisse, շվեյցարական պանիր, գիտեք, Յուրա Մովսիսյանը հրաշալի պանրագործ է, հոյակա պանիր է սարքում։ Ինքը նաև հրաշալի ֆուտբոլիստ է, ինչի՞ չեք դրա վրա կենտրոնանում։ Որովհետև եթե դուք փորձեք շոկոլադ դե մխիթարյան, ես փորձեք ու հետո սրանից հետո ֆուտբոլի վրա կենտրոնացեք։ Նտուր։ Լավ է։ Իդեպ Ռոման Բերեզովսկին էլ հրաշալի շվեյցարական ժամագործ է, շատ լավ աշխատում է։ Ֆուտբոլ, խոստացեք, որ կկենտրոնանաք ֆուտբոլի վրա, այդ մարդիկ տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Մենք տենց էլ չհասկացանք այդ պահը ինչ նկատի ուներ, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ բացի պանդրագործությունից, ժամագործությունից եւ այլ շվեյցարական կարծրատիպերից ժամանակ կգտնեք նաեւ ֆուտբոլի համար, Շալանդ, շնորհակալություն գալու համար։ Ոնց է դուք հայերդ ասում, մերսի, մերսի։ Իդեպ Սարգիսովը այս դանակն է շվեյցարական ձեզ համար ուղարկել նվեր։ Շալանդ։ Ինչպես նկատել եք, մեր մհերը սկսում է ավելի ու ավելի սյուրռեալիստական ռեպորտաժներ պատրաստել։ Այո, անկեղծորեն ես սկսել եմ անհանգստանալ նրա հոգեկանի համար։ Ես էլ ճիշտն ասած։ Պայր ջան, զգացված եմ, բայց պետք չի։ Այսօր էլ է սյուր ռեպորտաժ։ Չէ, լրիվ adekvat թեմա է։ Դդմի օր կենթանաբանական այգում։ Գնացի, մասնակցեցի, ինձ լավ էր։ Դե ինչ ասեմ, դիտենք մհերի adekvat ռեպորտաժը։ Կենթանաբանական այգում վերջերս կայացավ երկար սպասված դդմի օրը։ Դե ես էլ որպես հայտնի դդմասեր առանց հապաղելու գնացի լուսաբանելու, բայց հանկարծ իմացա, թե ինչ են նվիրելու հաղթողին։ Նվեր ինչ է։ Գիրքա, ապարատա։ Ապարատ։ Այո։ Ֆոտոապարատ։ Թվային։ Թվային առաջ տեղին համար։ Այո, թվային ֆոտոխցիկի համար կարելի է դպրոցական ձևանալ։ Ես նման եմ, չէ՞ դպրոցական։ Հիմա ինչ է պետք անել։ Թեկուզ 14 տարի նույն դասարանում մնացած։ Այսօր հաղթում ենք, չէ՞։ Իսկ բուն մրցույթը շատ պարզ էր, պետք էր դդումից կերակուր պատրաստել ավանակի ու նապաստակի համար։ Ու քանի դեռ մրցույթը չէր սկսվել, պետք էր հուսաթափել հակառակորդ թիմերին։ Մենք ձեզ այսօր հաղթելու ենք։ Մենակ ձեզ թվում է։ Թվում է, Ընթացքում եկավ նաև թիմերը ներկայացնելու պահը։ Ով է ներկայացնում։ Ես կներկայացնեմ։ Մենք 84 դպրոցն է այստեղ, մենք ինչ ենք պատրաստել, այսօր կարգ, պատրաստել ենք կարգ, օգտվելով ընձեռված առիթից ուզում եմ ողջունել բոլոր մասնակիցներին, մաղթել հաջողություն ու ասեմ, որ մենք հաղթելու ենք, չէ՞։ Բայց մրցույթի սկիզբը ինչ որ ուշանում էր, այդ պատճառով նույնիսկ հասցրինք դասարանով նկարվել։
Ուշացումը ստիպեց ինձ գնալ ու բզբզալ։ Երբ ես սկսելու։ Բա ուր է 27%-ը։ Խցակողացել են։ Ճարել են։ Ես արդեն չեմ համբերում ոնց որ էլի, եկեք բանանք շուտ սկսենք էլի։ Այդ կարճի։ Մյուս կողմից էլ լավ առիթ էր պարապելու համար, օրինակ խնձորի վրա։ Մեջտեղից մի րոպե, ուրեմն սա։ Այսօր սիրուն է։ Միանգամից երևաց իմ ողջ պոտենցիալը ու կասկած չկար, որ հաղթելու ենք։ Ու վերջապես սկսվեց։ Դե հա, մի քիչ անհաջող սկիզբ էր, բայց ընթացքում ամեն ինչ շտկվեց։ Այս աստղը ո՞ւմ եմ տալի։ Աստղ եմ կտրում։ Չեմ փչացնում։ Ճիշտն ասած, այո, մի քիչ փչացնում ու թեթևակի մեջ էի անում, դրա համար որոշեցի զուտ դիտողի ու ոգեշնչողի դեր ստանձնեմ։ Այդպես դուխով։ Հա, մեկ էլ ժյուրի հետ պետք էր փորձել լեզու գտնել։ Վերջ հաղթեցինք մենք։ Չէ՞, ինչի։ Չեն լսում։ Բա ով է հաղթում։ Բա ով է հաղթում, նա տասեք էլի։ Չենք իմանանք էլի։ Հա, դե ապարատը ինձ էլի, բայց օքեյ, ամենալավներն է, չէ։ Շատ քարսիրտ ժյուրի դուրս եկավ ու ոչ մի ապարատ էլ չշահեցի, կորցնելով Facebook-ում Մհեր Խաչատրյան ֆոտոգրաֆի էջ բացելու բոլոր հույսերս։ Դրա փոխարեն որոշեցի գրոհեմ հեծանիվը, որն արդեն ինտելեկտուալ խաղի հաղթողի համար էր նախատեսված։ Անցատող փաստատող ներկայացեք, ինձ չունեք, խիստ եմ ելնում։ Ինձ կար դժվար հարցեր, տակ ես Ոստանում եմ 100 անգամ էծա 16-ից վարձի համար ենք անելու։ Այս սենց մանթով վիճակ, նույնիսկ չթողեցին մի կրուկ քշեմ։ Հեծանիվը կարամ մի կրուկ քշեմ գոնե։ Մեկ շրջան իհարկե ոչ, որովհետև դուք մեծ եք։ Բոլորը կարող են։ Ստիպված պետք է բավարարվեի ֆիզիկական կոնտակտով։ Հաստատ չի կարելի։ Եվ ինչքան էլ նեղացած ու ընկճված է, ես հպարտ, իրավատեր հայ մարդու կեցվածքով հեռացա կենթանաբանական այգուց։ Մհեր Խաչատրյան, Նարեկ Գալստյան, հատուկ Արմ կոմեդիի համար։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտենք վիդեո բոցը։ Խորհրդարանի նիստերի դահլիճից հետո բոլորը իրար հետ հարազատ են, մտերիմ են, նստում են, վեր են կենում, վեր են լուծում, մեկը մյուսի, որ ինչպես ժողովուրդն է ասում, թասիբն է պահում եւ միկրոֆոնները խանգարում են մեզ։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Do you know where that shark bites? Բայց ես թվում է հնարավոր աղջիկ կպսեն այդ ֆրազաները։ Շատ ծեծված են։ Արի կարելի է մի րոպե մի հատ բան փորձենք, էլի։ Ժամը չեք ասի, ես հանրապետական եմ։ Ժամը չեք ասի, ես ԲՀԿ եմ։ Չէ, մի րոպե։ Ստե մի հատ լավ շարում այդտեղ, գիտեմ, կարող է գնանք երկու հատ շղկսնենք։ Գիտեք, դուք շատ գեղեցիկ գանգի ռելիեֆ ունեք։